Նին գիտես, որ առաջին ժամադրությանը հավանականությունը շատ մեծ է, որ մենք մեր հնարավոր կողակցին, հատկապես եթե նրան հավանում ենք, առաջին ժամադրության ընթացքում որևէ, այսպես ասած, red flag, վատ կողմեր չենք տեսնի, ասեմ ավելին մենք նրան իդեալականացնենք։ Հադրում եմ, որովհետև իմ օրինակով է կարող եմ տենց հասկանալ, որ կարող է տենց բան լինի, բայց, այո, մի հատ շատ լավ հաղորդում կա, որը հենց հիմա սկսվում է, մենք օգնելու ենք մեր մասնակիցներին հայտնաբերենք իրենց կողակիցների red flag-երը հենց prime time վիճակում։ Այնպես որ կարող ենք ասել բարի գալուստ 3 ավելորդները ժամադրություն շոու, որտեղ թե մենք, թե մեր դիտողները հնարավորություն ունեն մասնակիցների, այսպես ասած, թե լավ, թե վատ կողմերը նկատելու, մենք իհարկե այստեղ, իսկ դուք YouTube-յան մեկնաբանություններում։ Ամեն էպիզոդի ընթացքում մեզ միանալու է երրորդ ավելորդը, ով օգնելու է բացահայտել մեր հերոսներին։ Նարի, դու հեշտությամբ ես գտնում դիմացինի մեջ red flag ու արդյոք հեշտ է քեզ red flag-երը բացահայտելը։ Իրականում ես ձեր բացման խոսքը լսում եմ եւ ուզում եմ նաեւ փաստել, այո դա այդպես է, եթե ցանկությամբ ես գնում, այդ բարդագույն ակնոցները, որ ասում են, դա ճիշտ է եւ չես էլ փորձում անգամ ինչ-որ բան ման գալ, գտնել, տեսնել, այնպես որ եթե ինձ դուր է գալիս, միանշանակ ի սկզբանե չէ։ Հետո նոր ընկերներդ քեզ ասեն, Նարի, ոնց է շփվում, շատ ավելի մոտ է ամուրապնդվում։ Ինձ ես մի տեսակ նես բնավորություն եմ, ինձ մի բան ասում չի կարելի, եթե անգամ իմանամ, որ դա սխալ է, ես մի քիչ բնավորությամբ ուրիշ եմ, էլի։ Ես պիտի ինքս գնամ տեսնեմ, սխալվեմ, հասկանամ։ Դե հա, բայց թե մեր հերոսուհուն ինչ է հաճելի, ինչ այսպես նախասիրություններ ունի նա, մենք հենց նրանից կիմանանք, որովհետև հիմա արդեն ժամանակն է մեր հերոսուհուն հրավիրելու տաղավար։ Շատերը ուրախ կլինեն, որպեսզի նրանց համար պայքարեն տեսախցիկի առաջ։ Իսկ տեսնենք մեր մասնակիցը ուրախ կլինի։ Տաթև ջան, եթե խոսենք հնարավոր կողակցի արտաքին հատկանիշներից, ներքին հատկանիշներից, հա, ինչպիսի պատկերացումներ ունեք, ինչպիսին պետք է լինի ձեր կողակիցը։ Իմ կողակիցը պետք է լինի առաջին տեսքով բոյով, սիրուն, իսկ ամենակարևորը իմ համար դա իր բնավորությունն է։ Իսկ մի հարց, ֆինանսական դրություն քո համար կապ ունի։ Ֆինանսական դրությունը այդքան կարևոր չի, այնքան որ կարողանամ հետը հեշտ շփվել։ Իսկ եթե հեշտ շփվես, բայց ֆինանսականով բավականին, այսպես ասած, խեղճ լինի ինքը։ Շարունակես շփումը կարևորը ինչքան բնավորության գծերը։ Ինչ ասել է գեղեցիկ ձեր համար, նշեցիք բոյով, հետո էլ ինչ հատկանիշներ կան, մոտավոր հասկանանք, մեր երկու տղաները համապատասխանում են, թե ոչ։ Դերասաններից, հա, սկզբից հայ, հետո հոլիվուդյան, ովքեր են քո համար գեղեցիկ տղամարդիկ։ Սոշ Ջանիբեկյանը, Պլյուս, Արսեն Լևոնյանը, Ես ավելի խորեն Լևոնյանի Միրանտ Ծառուկյանը։ Հանուն արդարության ասեմ, Միրանտ Ծառուկյանը դժվար ապրուստում, որտեղ գորի կերպարներ խաղում, իմ քրաշն է եղել, ես սիրահարված եմ եղել, Իսկ ոչ միայն դու, շատ Հա, ես գնացել եմ Միրանտ Ծառուկյանի համերգին, սպասել եմ դռան մոտ, որ իր հետ նկարվեմ, ցավոք չեմ նկարվել, մի անգամ կյանքումս Միրանտ Ծառուկյանին տեսա այս վերջերս կինոթատրոնում նկարվեցի, չնկարվեցի, որտեղ ամաչեցի, բայց ես մեկը հիացած եմ իջև այսօր նայեմ։ Ուղղակի զուտ ինչի զարմացա, որովհետև Սոշ Ջանիբեկյանը, Արսեն Լևոնյանը մի քիչ տիպաժային տարբեր են, պրոստո Միրանտ Ծառուկյանը շատ սիմպաթիչնի տղամարդ է։ Արփի ականջի ցերրը։ Եթե խոսենք արդեն ժամադրությունների մասին, վերջին անգամ երբեք ժամադրության եղել ու ինչ տպավորություններ են եղել։ Վերջին անգամ եղել է մարտ ամսին։ Ճիշտ ասած ամեն ինչ լավ է անցել, բայց հետո եղավ բաժանում, շատ ցավոտ է հիշելը։ Այսինքն շատ կարճ ժամանակում շփվեցիք, հետո չստացվեց հարաբերությունը։ Հետո իր պատճառով բաժանում։ Իսկ եթե գաղտնիք իր պատճառով։ Պատճառը այն էր, որ շատ իրեն վատ պահեց, ոչ գեղեցիկ։ Արխային պատմի մենք հեսա խայտարական ենք, իրան Տաթև ջան։ Հələ ասային ամեն իր ծննդյան տարեդարձին տորթ էի պատվիրել իր համար, կարմիր սրտով, վրեն պաչիկներով, այդ ամեն ինքը չնկատելով եկավ
շատ վատ իրեն պահեց եւ գնաց։ Ինչ ասաց։ Շատ վատ խոսաց իհարկե, չհասկացա պատճառը որն է։ Պետք է այդ տորտը սենց դեմքին տա։ Իրականում պետք չի ծանր տանել, ձեզ միանշանակ։ Ես գիտեք ինչ կա, նորեն այդ պաչիկներով տորթը միանգամից իր դեմքին այդ պաչիկները։ Ճիշտ ասած ուզում էի անել, բայց չարեցի։ Ինձ համար մի հատ գաղտնիք մնաց, այդ ինչքան ոչ օդեկվատ մարդ պետք է լինի, որ գա իր ծնունդի օրով։ Օդեկվատ։ Հարամարի ինքիրը։ Ես էլ չհասկացա։ Պատճառը ինչ էր, այսինքն կոնֆլիկտը ինչից ծագեց, այսինքն Այս ինչ պաչիկներով տորտա ես ուզում եի։ Ոչ մի բան չասես ճիշտ ասած, եկել էր որ իր ծնունդն է, երևի։ Ունից հելած։ Իսկականից բան չհասկացա։ Իսկ ինքը այդ քո հետ այդ դրաման ստեղծելուց հետո իր կյանքում հիմա ինչ որ մեկը կա։ Ճիշտ ասած չգիտեմ։ Բլոկել ես։ Բլոկել է սաղ տեղերով։ Ինքը քեզ։ Այ դա չեմ սիրում, տղամարդու ընդհանրապես սազական չէ։ Ես ուղղակի շոկ։ Հասարակ adekvat Հասուն մարդ տղամարդ։ Իմ ամենաչսիրած բանն է, որ առանց պատճառ կարող է բլոկել ու ասենք չբացատրել ինչու։ Միանշանակ համաձայն։ Այդ ամեն ինչից հետո։ Իսկ հարաբերությունների մեջ քեզ համար առաջնայինը ի՞նչն է, օրինակ, ինչն է։ Առաջնայինը հավատարմություն, վստահություն, հարգանք եւ սեր իհարկե։ Քո համար օքեյ է, եթե դու ունենաս քո կողակցի սոցիալական ցանցերի պարոնն ու լոգինը, կամ եթե ինքը քեզ պահանջի։ Չէ, չեմ ընդունում։ Չէ, այսինքն Ուրեմն այնտեղ չկա վստահություն։ Ես համաձայն եմ։ Հավատարմություն միանշանակ։ Իսկ մի հարց, միգուցե ինչ որ միտեղ դու ինքդ ես միգուցե սխալ քեզ պահել կամ չէ։ Ամեն ինչ անում է որ սրտով լինի։ Ուղղակի ես փորձում եմ մեդալին նայել երկու կողմից, հա, եթե ունենք այստեղ խնդիր, որ ինքն է այդպես իրեն դրսևորել, ես ուզում եմ հասկանամ միգուցե դու ինչ որ միտեղ կոնֆլիկտը ինչի՞ց ցակեց, նստած էիր, եկավ ասած բարև։ Չէ, ճիշտն ասած կռվել էին, քայլ արեցի որ բարի շենք, ինքը դա իսկ կարելի է մոնել ինչն է իհարկե դրդապատճառը։ Մի անգամ հրավիրեց Ռասիայի ռեստորաններից մեկը առանց անունը նշելու Եվ ես տեղը չէի գտնում, երկու անգամ զանգահարեցի, չպատասխանեց եւ չասեց անուն։ Փորձեցի կողքի մարդկանցից ճշտել անունը։ Մոտեցա մի տղամարդու մեծահասակ, որ հարցնեմ, այդ պայն ինքը զանգահարեց անջատեցի, որտեղ ջղայնացել է, ինչքան կարելի է հարցնել, եւ նա չպատասխանի, եւ որ չեմ պատասխանում, նա գալիս է եւ տեսնում, որ կանգնած եմ տղամարդու հետ։ Ու առանց բարձաբանելու այդ օրվանից բլոկել է սաղ կայքերով։ Իսկ ավելի վաղ չէր կարող ձեզ գալ ուղեկցել դեպի ռեստորան։ Իրոք ես բացատրությամբ նա հավատացած մարդիկ կան։ իր մտածողությամբ parallel այնպես որ ռոմանտիկ ընտրիկ լինի։ Ռոմանտիկ ընտրիկից առաջ ավելի ռոմանտիկ չէր լինի ձեզ ուղեկցել հատկապես եթե դուք հատկապես եթե վայրը Օրինակ ես լինեի տղամարդու փոխարեն, ես առաջինը, եթե անգամ մեքենա չվարեի, ես գոնե քո հետևից կուղարկեի վարորդ թեկուզ եւ տեղը հա գախնի էր, բայց որ գոնե ինքը քեզ ուղեկցեր, դու այնտեղ սպասեիր, նոր գար, կամ ընկերուհու մտածել վարորդը լավ տենց շատ բանով էլ չնայենք, օքեյ, կարող է չի մտածել վարորդ ուղարկել, բայց զուտ եթե մարդուն հրավիրում ես ժամադրության, գրում ես չէ՞ որտեղ պետք է Ռասիա արի, ի՞նչ է։ Դե չէ, եթե անգամ երթուղայինով կամ մետրոյով ենք գալու Կարելի է ուղղակցել այստեղ հանգամանքը ոչ թե վարորդը կամ չգիտեմ comfort plus taxi-ն, այլ վերաբերմունքը, որ կարելի է անձամբ գալ եւ եթե անգամ ավելի փոքր կարծիք չկազմենք մարդկանց մասին, ովքեր, չգիտեմ, ֆինանսապես չեն կարող իրենց թույլ տալ այս կամ այն բանը, ես չեմ հատիկ ես, հիմա կլսեմ, հետո կասեմ։ Բայց եթե գար ձեր բակից միասին օգտվեք երթուղայինից եւ հասնեիք Ռասիայի ռեստորան, կարծում ավելի adekvat կլիներ, քան ես միանշանակ համաձայն եմ քո հետ, բայց ես այստեղ նաև չէի տարանջատում կամ որակային սանդղակը չի բարձրանում իմ մոտս թփողի, այլ դա իմ համար տղամարդու կողմից սուտ եւս մեկ ուշադրության քայլ է, երբ որ օքեյ, եթե դու հնարավորություն ունես թեկուզ վարորդի կամ տաքսի, դու կարաս ձեռքը բռնած սուտ ման գալով ուղեկցես իրան։ Դրա հետ համաձայն եմ միանշանակ։ Նախ մենք չգիտենք ինքը ինչ կարողությունների տեր է եղել եւ երկրորդ ես չեմ կարծում, որ օրինակ տարական տաքսին դա խնդիր էր զուտ թեկուզ կոմֆորտ։ Խնդիր հաստատ չէ, որովհետեւ ապահովված ընտանիքից է եղել։ Իսկ ոնց եք ծանոթացել։ Դա զուտ ցանկության հարց է Instagram-ով։ Այ եկանք իմ հաջորդ հարցին, dating app-երից, հա, ժամադրությունների, այսպես տարբեր հավելվածներից օգտվում եք, ոնց եք վերաբերում եւ հաճախ եք on-line տիրույթում փորձում այսպես ծանոթություններ փնտրել։ Ճիշտն ասած չեմ օգտվում այդ կայքերից, բայց իր հետ ծանոթացել եմ Instagram-ով, գրել էր մի անգամ
եւ հնարավորություն տվեցի ճանաչել միմյանց։ Այ այդ հարաբերություններից հետաքրքիր է ինչ դաս ես քաղել, այսպես ասած, որը արդեն հաջորդ անգամ կփորձես կիրառել կամ ինչ որ մի բան, որովհետև ամեն դեպքում եթե վատ սիտուացիա է լինում, ավելի լավ է մենք այդ սիտուացիան վերափոխենք որպես փորձ, որպես դաս, ինչ որ մի բան այնտեղից սովորենք։ Այ քո մոտ այդ հարաբերություններից ինչն էր։ Առաջին որ անարժան էր, որ թողեցի իմ կյանք, անարժանի, երկրորդ առանց բացատրություն տալու ու առանց հետաքրքրվելու իրականում ինչա տեղի ունեցել, պետք չի հարաբերություններին վերջ դնել, առանց կարևորելու այդ ամենը։ Իսկ միգուցե շատ խանդոտ էր այդ պահին ինչ որ տենց քեզ շատ Չի ասի տենց շատ խանդոտ էր չափի մեջ ես եմ։ Իսկ դու չափի մեջ։ խանդոտ ես։ Հա, բայց ոչ տենց առանց պատճառ, ասենք պատմություն սարքի կռիվ։ Բայց արդյոք պատճառ ինձ թվում է խանդը դա մի քիչ այլ զգացմունք, զգացողություն է, չգիտեմ։ Մոտ puzzle-ը չի հավաքվում հələ դեռ։ Ես էլ մինչև հիմա ես էլ չեմ հասկացել։ Բայց ավելի լավ է ինձ թվում բաց թողենք այս սիտուացիան ու այստեղ գալը որոշակի քայլ է այդ սիտուացիան կներես բաց թողելու ու շատ կարևոր է որ շատ կարճ ժամանակահատված տևեց, այսինքն կարող էր լինել մի տարի, կարող էր ավելի շատ երկար լինել, հիմա դու կարող ես միանշանակ որ կարճ որ 9 տարի տևել է ճիշտ։ Դելով Հիմա 4 Չէ, Բայց որ 4-ամ իդեալական։ Դե ինչ, արդեն տղաներին հրավիրենք Նստենք սիրո ավտոբուսը եւ գնանք տղաներին տեսնել։ Ժամանակն է ծանոթանալ մեր առաջին տեխնացուի հետ նրան Արցախեղտ ենք անելու։ Իսկ հիմա մենք դիմավորենք մեր համարձակ հյուրին, ով եկել է, որպեսզի մենք իրեն հարցախեղ տանենք։ Կարեն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք ինչպե՞ս եք։ Կարեն ջան, քանի տարեկան ես։ 22 տարեկան եմ։ Ահա։ Շատ լավ։ Աշխատում, սովորում։ Աշխատում եմ եւ սովորում եմ։ Այ եթե խոսենք մի քիչ կողակցի, հնարավոր կողակցի արտաքին տեսքի մասին, ինչպիսի, այսպես ասած, չափանիշներ կան արտաքին, որոնք ձեզ դուր են գալիս։ Իրականում մի փոքր ես պրոֆեսիոնալ, այսպես ասեմ, կողակիցս պետքա լինի ինձ մի փոքր համապատասխան, ճիշտն ասած։ Այսինքն ես բոյով եմ նիհարեմ ու պետքա ինձ համապատասխանի իրականում։ Էլի ճիշտ է, մի քիչ կոլոտ, բայց էլի համապատասխան պետքա լինի, էլի։ Այսինքն նինա, քեզ բացառում ենք։ Այսինքն ես չեմ կարող պայքարել մեր սրտի համար, Կարեն ջան։ Դե կարող է համոզվեմ։ Ինչ, օրինակ եթե չեք տեսնում ինձ, խոսում եք ինձ հետ ու ես պարզնում շատ հետաքրքիր, խորը զգացմունքային աղջիկ, բայց դուք իմ արտաքինը չեք տեսնում։ Ու կարող է ձեր մոտ ինչ-որ զգացմունքներ առաջանում, ես գալիս եմ ու ինձ տեսնում եք, ինչ պետք ասեք։ Գնաս տեղից, դու չես համապատասխանում ինձ, սուտ հետաքրքիր է, Կարեն ջան, չմտածեք, էլի տոքսիկ եմ։ Չէ, դե այդպես չէ, բայց այսինքն արտաքինը ձեր մոտ առաջնային է։ Այո։ Կարող է առաջնային լինի արտաքինը, բայց որևէ մեկը չի չեղարկել այն, որ եթե կնոջ մարմինը փոփոխվում է, ինքը դրանից դառնում է պակաս գեղեցիկ, հետեւաբար արտաքինը կարող է լինել առաջին տեղում, բայց գեղեցիկը սուբյեկտիվ ընկալում է եւ միայն ինչպես դուք նշեցիք, նիհար եւ բարձրահասակ կանայք չէ, որ կարող են գեղեցիկ համարվել, որքան կին այնքան ինձ թվում է գեղեցիկ է այն ամենը, ինչին սիրով ես նայում։ Իհարկե։ Իսկ Կարեն ջան, դու ունես օրինակ հայ աստղերի եւ ոչ հոլիվուդյան է կարող ես նշել, 3 քեզ սենց Սիրում եմ քո այդ հարցը, Ինձ ասի հետաքրքիր 3 հայտնի կանանց ում դու համակրում ես, կասես անունները, ովքեր են քո ճաշակով։ Հա։ Լուիզա Ներսիսյան։ Հա, երկրորդ, երրորդ կարող ասեք Զարա, Նարի եւ Նինա։ Նինա ճաշակով չի։ Չէ, հասկացանք, որ սիրի նորմալ է, Նինա ջան, տարբերակ ունենք։ Իրան չեմ համարում։ Բայց Ջենիֆեր Լոպես կարամ ասեմ։ Ջան, Ջենիֆեր Լոպես։ Ջենիֆեր Լոպեսը։ Մենք էլ ենք սիրում։ Մենք աղջիկներ ենք։ Իսկ տենց ավելի տենց շատ ակնհայտ գեղեցկուհիներ ինչ է, էլի, անակ մի քիչ ավելի սենց ակնհայտ գեղեցկուհին եւ չակնհայտ գեղեցկուհին։ Նա
ստանդարտներով գեղեցիկ։ Հայտնի, հա, Հա, ավելի չէ, շատ։ օրինակ Լուիզա Ներսիսյանը ֆակտ գեղեցկուհի է։ Իսկ ով ֆակտ գեղեցկուհի չի։ Չեմ կարա միտքս ձևակերպեմ, անցանք առաջ, սա քաթ է։ Լավ, իսկ պլաստիկ վիրահատություններին ինչպես ես վերաբերվում։ Ոչ նորմալ։ Օй, շատ հետաքրքիր թեմա բացվեց, ինչու։ Օրինակ ես քեզ կընդհատեմ ինչև միտքը ձևակերպես եւ կասեմ օրինակ միգուցե քո կինը հետագայում կրծքով կերակրելուց հետո ունենում է կրծքի հետ կապված խնդիր, որը ունենում են 90% կանայք։ Ես քո տեղը լինեի, գումար ինքս կտա եւ կասեի սիրելիս, խնդրում եմ։ Գնա եւ հաստատ վստահ եմ ինքը շատ մեծ երջանկությամբ դա քո կարծիքով ինչն է չընդունելի։ Դե որոշակի բացառություններ կարող են լինել։ Այ օրինակ իմ մոտ շատ իրարամերժ կարծիք է առաջացնում տղամարդիկ, երբ որ ասում են, «Ոյ, մենք պլաստիկ վիրահատություններին դեմ ենք, բայց առաջնային իրանց կնոջ հետ քայլելիս չեն կարողանում անգամ զսպեն իրանց եւ մի քիչ ջենտլ գտնվել եւ գոնե այդ պահին 360 աստիճան բույի պես գլուխը չֆռացնել»։ Դու հիմա շեշտեցիր մի քանի ակնհայտ գեղեցկուհիների հայտնի, որոնք միանշանակ անում են դա եւ առանց գիտակցելու, որ դա պլաստիկայի, նաեւ պլաստիկայի, հա, հետևանքն է, դու իրենց համարում ես գեղեցիկ, բայց քո կողակցին ապագայի դա չես ընդունում իր մեջ։ Իրականում այդ հայկական մենտալիտետի մեջ է մտած, որ չպետք է լինի այսպես, չպետք է չափանիշներ կան, որ չպետք է անցնել, էլի չափեր, Նայեք, կներեք ընդհատում եմ, քանի որ տեսակ այս թեմա ես բարձրացրեցի, մի քիչ ավելի ակտիվ լինեմ։ Նայեք, այդ վերջի կներես բառը քեշեսնես, ինչ ասեցի դե վրա է։ Չափանիշները։ Ահա, նախ ով է որոշում չափանիշները։ Չափից դուրս միշտ ամեն ինչն է վատ։ Դա չի վերաբերվում մենակ պլաստիկ վիրահատություններ։ Չափից դուրս ամեն ինչ շատ վատ է, բայց ով է որոշում չափը։ Մեկի համար չափը քո սկիզբն է, մյուսի համար չափը դա ու նորից եմ ասում, դա չի վերաբերվում զուտ քառակուսի չմտածենք պլաստիկային։ Դա առհասարակ հարաբերությունների մեջ մարդու դրսևորմանը, իր ամեն ինչին, հա, լայն մի քիչ մտահորիզոնով մտածենք։ Այ որն է քո համար չափը։ Դե ամեն մարդու համար իր չափանիշը Ով է որոշում, դիմացինը թե ինքը։ Հիմնական հասարակության մեջ է։ Հիմա Բայց ես մեր հյուրին եկեք պաշտպանեմ այս անգամ, բայց մեր հյուրին ոչ մեկ չի վիրավորում կամ ինքը չի կարողանում իր մտքերը ճիշտ արտահայտի, ինքը խոսում է իր անձնական չէ չափանիշների մասին։ Այո, չափանիշների մասին։ Ինքը ունի մասին։ համաձայն է, որ ինքը իրեն հակասեց, որովհետև Ջենիֆեր Լոպեսը գիտենք, որ որոշակի պլաստիկ միջամտությունների վստահաբար դիմել է, այդ մասով համաձայն է, որ հակասեց, բայց մնացած դեպքերում լրիվ օքեյ է, որ ինքը ունենա անձնական չափանիշներ, բայց այդ անձնական չափանիշները չպետք է տարածվեն եւ դառնան գեղեցկության միակ տարբերակը։ Հիմա վստահաբար ինքը եթե չի ընդունում որոշակի միջամտություններ, ինքը X աղջկան չի ընտրի, կընտրի Y աղջկան։ Դե իհարկե ավելի շատ հետաքրքրում է Կարեն ջան, դուք ունեցել եք լուրջ հարաբերություններ ու եթե այո, երբ քանի տարի ու ինչքան եք ունեցել, եթե պատասխանեք։ Ոչ, չեմ ունեցել, ճիշտ ասած։ Ընդհանրապես Ավելի ճիշտ ունեցել եմ, բայց շատ կարճ է տևել։ Ամենաերկար հարաբերությունները հետաքրքիր է, ինչքան կարճի մեջ չի ամենաերկարը։ 3 ամիս։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ միշտ կոմոդ կարճ են տևում հարաբերությունները, օրինակ ինքը հասկանում իրար ճիշտ ասած կողակցի հետ։ Հա։ Իսկ քո կարծիքով խնդիրը քո մեջ է, թե կողակցի։ Թե միգուցե հələ այդքան հասուն չէ երկուսով հասուն ինչ որ հարաբերություններ երկարատև ունենալու համար։ Կարծում եմ խնդիրը իրար ճանաչելու մեջ է, որովհետև երբ որ ճանաչում ենք իրար ու հասկանում ենք, որ իրար համար չենք ստեղծված, այդտեղ արդեն լինում է։ Բայց մի հատ sense բան մենք շատ կենտրոնացանք արտաքինի վրա, ինձ հետաքրքիր է մարդկային հատկանիշներից, եթե խոսենք, ինչպիսի բնավորությամբ կանայք կամ աղջիկներն են քեզ դուր գալիս, հա, բնավորության ինչ գծեր կան։ Ինչ է գնահատում, հա։ Հասունությունը ճիշտ ասած, թեթև սոլիկություն չլինի, լուրջ էլի ավելի։ Նպատակներով լինի, նպատակներով լի։ Այ ինչն է, որ հենց ի սկզբանե քեզ կարա ուղակի վանի եւ դու անգամ չփորձես իր հետ ինչ-որ հանդիպման գնալ։ Վերաբերմունք շփման ձև կարա լինի, վստահություն, ինքնավստահություն ավելի շատ։ Այսինքն ինքնավստահ պետք է լինի կինը։ Այո, ինձ համար։ Իսկ դու ինքդ քեզ ինքնավստահ տղամարդ ես համարում։ Այո։ Օրինակ, եթե գնաք ժամադրության, աղջիկը մի քիչ ավելի շատ պատվեր անի, դուք կփակեք հաշիվը, թե կասեք դու այսքան ես կերե, ես այսքան։ Ոչ, միանշանակ կփակեմ։ Միշտ փակում ես հաշիվը, պլյուս լավ բան, լավ։ Բայց հաշիվը կիսելուն ո՞նց եք վերաբերում։
շատ նորմալ են վերաբերվում, որովհետև այդ Հայաստանում ամենակ այտենց ընդունված, որ տղան պետք է փակի հաշիվը, բայց լիքը ավելի առաջատար երկրներ կան, որ մենք տեսնում ենք եւ հիմնականում արտերկրից հայկել էլի այդ ամեն ինչը, որ պետքա կես-կես փակվի կամ աղջիկը եթե փակի, այդ նորմալ չի։ Օրինակ ես որևէ մեկի մասին ավելի փոքր կարծիք չեմ ունենա, հա։ Ես կարամ իմ կարծիքը զուտ հայտնեմ, նայեք դու խոսում էիր դրանից առաջ այն կարծրատիպի մասին, որ այս թեմայում քեզ ձեռնտու է եւ մեջ ես բերում, որ օրինակ Հայաստանում դա ընդունված չէ, դա ստերեոտիպ է եւ այլ պլաստիկ բանման, բայց հիմա դու ասում ես Հայաստանում չի, բայց օրինակ Եվրոպայում բան կարան, տենց չի լինում։ Այսինքն եթե դու պատրիոտ ես, ուրեմն պատրիոտ ես միջև վերջու չես կարա պատրիոտ լինես այն հարցերում, երբ որ քեզ հարմար է։ Օրինակ ես չեմ ընդունում դա։ Ես չեմ մարդուն ցածր համարում, երբ որ հա կարասկիսվեց եւ այլ հարցը դրա մասին չի։ Իմ մոտ մի քիչ տղամարդ ասվածը ուրիշ տեղ է։ Նորից եմ շեշտում այն մարդկանց համար, ովքեր կփորձեն քառակուսի դատել եւ մտածել դա իրանց մտահորիզոնի խնդիրն է, բայց երբ որ դու տղամարդու հետ գնում ես, այո, տղամարդը պարտավոր է, ինչա նշանակում դու կերել ես պաստա, ես խմել եմ 2 բաժակ, ես ոչ տղամարդը պետք է անի։ Հա, ինձ համար դա նորմալ երևույթ է, բայց ես նման բան չեմ արել էլի, երբևիցե չի եղել։ Պորտոֆորը, ես մի քիչ այդ պորտովորի հետ այդքան էլ համաձայն չեմ, դու ես հրավիրել, ով պետքա փակի։ Առասարակ կյանքում պարտավոր պետքա պայով սկսվող ոչ մի բան, որ իրոք ես պարտավորեցնում եմ, ես չեմ ընդունում, բայց ես տակ նկատի որ թե ինքը պարտավոր է, այլ ճիշտը տենց է, դա է գեղեցիկը, դա է տղամարդը, այո, տղամարդը պիտի տենց, չգիտեմ, դու կոնսում եք։ Օրինակ քո տղամարդուն ասում ես թատրոն հրավիրես։ Ես եղել եմ հրավիրել եմ, ես եղել եմ նվերներել եմ գնել, ես եղել եմ ես ինքս ընտրիկ եմ կազմակերպել եւ հրավիրեմ, դա ուրիշ բան է։ Դա անկեղծ, դա ուրիշ բան է։ Հավատացեք, արել եմ ու ես ասենց ասեմ, լիք աղջիկների բախտ չի բերել, որ ես տղա չեմ, որտեվ ես ահա որ կնամեծար կլինեի ամեն առումով։ Բայց ես որպես աղջիկ իմ չափի մեջ նաև անում եմ տղամարդու համար, բայց ոչ թե այնց, որ բալանսը խախտվի տղամարդի կին։ Ես տենց եմ մտածում։ Շնորհակալ ենք Կարենին շատ հետաքրքիր զրույցի համար, բայց մենք արդեն ունենք եւս մասնակից, մենք մնացած քո կարծիքը կիմանանք դեյթի ժամանակ։ Ամեն դեպքում շատ սուր քննարկումներ եղավ եւ ես ուզում եմ սուր կշարունակվեր, բայց շատ լավ է որ մենք ընդհանրապես։ Ես ուզում ասեմ, որ դա ամեն դեպքում Կարենի կարծիքն է, որի մենք կարող ենք համաձայն չլինենք, բայց նաեւ լինենք, բայց դա իր կարծիքն է, սա մեր կարծիքն է, սա հետաքրքիր դիսկուս է, այսքան խելոք բառեր կարողանում եմ միասին կպցնել արդեն լավ է, իսկ մենք դիմավորենք մեր երկրորդ մասնակցին։ Գնացինք։ Նա չի վախեցել համարձակ գտնվելուց եւ պայքարելու սիրո համար տեսախցիկի առաջ։ Տեսնենք մեր երկրորդ մասնակիցը ով է։ Մենք արդեն կարող ենք ծանոթանալ մեր մյուս մասնակցի հետ, մյուս համարձակի հետ, ով չի վախենում, որ մենք այսօր այստեղ իր կարմիր դրոշակները ջրի երես ենք անելու, նա Հայկն է։ Բարև ձեզ Հայկ, ուրախ ենք, որ այսօր եկել եք մեզ մոտ։ Նմանապես։ Եվ նախ ասեք ձեր տարիքը, մասնագիտությունը ու շարունակենք։ 24 տարեկան եմ, ֆիթնեսի մարզիչ եմ, 24 ժամանոց մարզասրահ, գիշերով եմ աշխատում։ Տենց հիմնականում մարզիչ եմ ու այդ գործն է իմ էլի։ Այսինքն այստեղից կարող ենք եզրակացնել, որ քո համար աղջիկա արտաքին տեսքը եւ մարմինը կառուցվածքը, ֆիթնես կառուցվածքը կարեւոր է։ Առաջինը դրա վրա եմ կենտրոնանում, հետո նոր արդեն Հինա ջան, այսա կվախտելի չէ։ Չեմ հասկանում։ Ես չէ, բայց իրականում ինձ հետաքրքիր է, ես բոլորին եմ այս հարցը տալիս, Զարայց իրա հարցը տա, որ հետո ասենք, ասա քո 3 հայտնի կանանց, ում քեզ համար իրանց արտաքինը իդեալական է ու ոնց որպես օրինակ դու կարաս ասես, այ էս իմ տիպաժի աղջիկա կամ կինա։ Կարա շատ հայտնի կարող է հարցը տալը, որովհետև որ մարզված է կոնկրետ բոյով է, մոդելի արտաքին ունի, իմ համար ինքը իմ համար ավելի շատ ուշադրություն կարող եմ դարձնեմ իր վրա, ասենց ասեմ, ոչ թե խոսքի Մոդելի արտաքին արտահայտությունը մի քիչ վիճել է, որովհետև աշխարհ առաջ է գնացել եւ միայն կիլոգրամները եւ ինչ որ կարծրատիպերը չեն որոշում մարդը մոդել է թե ոչ, այս մասով մի քիչ Դե մոդել հասկանանք այս կոնկրետ պոդիումի մոդելների մասին է խոսքը, այսինքն որ ավել քաշով չի կամ չգիտեմ, գծած է ամենը չէ՞ խոսքը։ Գծած կարող են լինել նաեւ plus size մոդելներ կան եւ կիլոգրամները
Դուք կարող եք ձեր ստանդարտներ, անձնական ստանդարտներից խոսել, բայց ընդհանրականացնելը մի քիչ sense լարում Լավ եկեք չբանանենք։ Ես այս հաղորդմանը միջով մասնակցել եմ, արդեն մոտավոր պատկերացնում եմ ինչ դժվար է լինելու իմ համար, Բայց ոնց հասկանում դու բավականին հանգիստ հանգիստ կապված հարցերով զբաղվել խոսալու ենք ու աղջիկներ են հիմնականում դեմս նստած լինելու։ Քաշը չի որոշում գեղեցիկը։ Կիլոգրամ ըստ Բայց ինձ թվում է դա արդեն մարդու Չէ, դե կիլոգրամը չէ, տեսքն է հենց կարևորը շատ։ Օրինակ իմ համար ես չաղ տղամարդ հետ շատ չաղ տղամարդ հետ չեմ կարա շփեմ, շատ չաղ։ Դե ոչ առողջ ապրելակերպ է ինքը վառում, սկսեմ Ավելի շատ ոչ թե ոչ առողջինն է, ես սենց այսպես ասեմ, ես ֆիթնեսով զբաղվել եմ, հիմա ժամանակ չունեմ, չեմ զբաղվում, բայց դա չի նշանակում, որ ես օրինակ հիմա ոչ առողջ ապրելակերպով ապրում եմ, օքեյ, ես չեմ հասցնում հիմա զբաղվեմ։ Մի քիչ առողջը, իմ համար երբ որ մարդու միտքը առողջ է, ավտոմատ դու առողջ ես, որտեղ իմ համար առաջինը միտքը պիտի մարդու առողջ լինի։ Չնայած Հայկը ինձ վիրավորեց մի քանի անգամ, բայց ես շարունակում։ Լիքը մարզվողներ ունեն, որ իրանք ավելորդ քաշ ունեն։ Հիմա թող կնեղանան թե չնեղանա, ես այդտեղ անկեղծ եմ խոսում։ Ես իմ կարծիքն եմ ասում, ոչ մեկ պիտի չնեղանա դրանից, էլ ես իրանց էլ եմ ունեցել, այս դեմը պրյամա ասում եմ։ Դու ընդհանուր բերում ես նրան, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ այդքան էլ համակրելի չեն, դու Չէ, բայց շեշտում եմ, որ իր համար, այլ ոչ թե։ Ես շեշտում եմ, դուք ինձ հարց եք տալի իմ համար, ես էլ ասում եմ իմ համար։ Անցանք ինձ մեկը անկեղծ, ես մեկը ինձ համարում եմ գեղեցիկ ու դրա համար էլ չեմ նեղվում, բայց ինձ ուրիշ հարցեր է հետաքրքիր, բայց ինձ հետ օքեյ դու նշեցի, որ չասեցի այդտենց էլ քո տիպաժի աղջիկների, օրինակ, չգիտեմ, օրինակ առնելը մուծին օրինակ բերի, որ մենք հասկանանք։ Օրինակ Լիլիթ Հովհաննիսյանը օրինակի համար նոր մտքով զուտ անցավ, տենց ասեմ, Լիլիթ Հովհաննիսյանի կազմվածքը հենց համընկնում է այն աղջկա կազմվածքին, որին ես նախընտրում եմ իմ կողքը լինել։ Դեմքը էական չի, կարևորը կազմվածքն է։ Դեմքը իր հերթին կարևոր է, որովհետև սենց ասեմ, որ ծնողներից է դա եկել մարդկանց, որ ասում են, եթե քեզ չքաշի երեխատ, գոնե կնոջդ քաշի, թեկուզ արտաքինով։ Բնավորությունը իր հերթին տեսքը իր հերթին։ Իսկ ներես Հայկ ջան, եթե դու ամուսնանում ես շատ գծած կառուցվածք ունեցող աղջկա հետ, օրինակ Նարի կառուցվածքը գծած աղջկա կառուցվածքա, չէ՞ քո ստանդարտ։ Զարայինն էլ, բայց Նարին շատ իր ստանդարտին է, Լիլիթ Հովհաննիսյանի ստանդարտների աղջկա։ Ինչի մանա, Հա, հիմա հարց եմ տա։ Եթե ամուսնանում ես գծած, իդեալական, աղջկա, բայց այդ աղջիկը հղիանում է կամ օրինակ ինչ որ հորմոնային խախտումներ ունենում եւ գիրանում է։ Ինչ ես անելու, ասում ես Իսկ թվում է վերջացավ մեր հարաբերությունները։ Հա, հələ։ Տեսեք, ես գիտակցում եմ, որ կանանց մոտ տենց էտապ է գալի կյանքում, որ հղիությունից հետո կարող է ինքը գենետիկորեն իր ծնողներին քաշի օրինակի համար ավելի քաշ ավելացնի կամ չգիտեմ, вообще իրար ամեն ինչ հնարավոր է հղիությունից հետո չի բացառվում։ Բայց այդ նշանակում է ես չեմ թողելու իրան մենակ կամ ասեմ տեսքը թե ինչի թողեմ այդ համ։ Ինքն էլ Չէ, տես բան չկա։ Եթե սիրում եմ, կարևորը ես դա եմ ուզում, որ հետաքրքիր, որովհետև դու այնքան կտրուկ ասեցիր ավելորդ քաշի մասին, ես ասացի լավ, իսկ արտաքնից անցնենք արդեն ներսին, բնավորության։ Կարևորը հումորով լինի, բայց չափի մեջ իհարկե կուզենամ, որ ինքը ոչ թե ցուցադրական ինչ-որ հարաբերություններ ստեղծի իմ համար, որ իր ընկերուհիների մոտ ցույց տա, օրինակ են, որ վիդեոին անում է բանը ընկերոջ հետ իբր տեսեք ստեղ ենք, տեսեք ընդեղ ենք, չգիտեմ, ես ընկերոջս հետ ստեղ եմ գնացել, այտենց զևական բաներ ես չեմ սիրում։ Հայկ ջան, իսկ ունեցել ես լուրջ հարաբերություններ ու քանի հատ ու ինչքան է տևել։ Դե թվով չասեմ քանի հատ, որովհետև շատ են եղել, ես չեմ ֆիքսում քանակի վրա, կարևորը որակն է։ Դե լավ, որակյալ հարաբերություններ։ Որակով շատ կարկ իմ բախտն էնցա բերել, որ բոլորն էլ լավն են եղել, պրոստը մեկ ես եմ սխալվել, մեկ իրանք են սխալվել, ամեն ինչ էլ հիմա հնարավոր է։ Ես միշտ սենց եմ մտածում, եթե չի ստացվում, այսինքն կամ ես եմ մտեղից ինչ-որ մի հատ դաս քաղում, կամ իրանք են կյանքի բերումով ինչ-որ մի հատ դաս քաղում, որ հետագայում հենց որ հանդիպեն իրենց միակին, սենց ասած,
արդեն իրանք այդ հետևությունները անելով կշարժվեն արդեն առաջ։ Մի հատ վերջին հարցը տամ, քանի որ այդ թեման տենց շոշափեց, ինձ շատ հետաքրքիր է եւ արդեն եզրափակենք Հայկի այդ հանդիպումը, որպեսզի արդեն հասնենք չալաղաճ կտորին մեր հաղորդման։ Հայկ ջան, դե ես լսեցի, ես կողքից ոնց որ ասած լսեցի ու կնդրեցի եւ ինձ հարց առաջացավ։ Եղել է հարաբերություններ, որտեղ դուք դավաճանել եք եւ արդյոք ինչպես եք վերաբերում։ Չէ, դավաճանության գծով չկա։ Իսկ դու մտածում ես պիտի հիմա տղամարդ էս տեղ ասեր հայ ես դավաճանել եմ, լավ է լինի նա։ Եթե տես կներես, մի բան ասեմ, երբ որ մարդ դավաճանում է, հազար անգամ կներես, երբ որ մարդ դավաճանում է, իր համար դա արդեն նորմալ երևույթ է։ Ոչ, լիքը տղամարդիկ միջև վերջ ոչ, լիքը մարդիկ դավաճանում են եւ միջև վերջ իրանք քեզ կարան անենց համոզեն որ տենց ուրեմն գիտեմ որ կոպիտ ասած սխալ բան են կերել, հա։ Եթե դավաճանել են բնականաբար արդեն իսկ ինձ հետաքրքիր օրինակ ես ինքս եթե տղամարդ լինեի ու դավաճանել, ես համարցակ կասեի դավաճանել եմ, վատ եմ արել, բայց դավաճանել։ Տղամարդիկ թույլ են այդ առումով։ Եթե դուք դավաճանել եք, համարցակ ասեք, մենք ձեզ հետ ենք։ Տեսեք, եթե դաժե դավաճանացել լինեի, ես հաղորդման ժամանակ չէի ասել որ ես դավաճանել եմ, բնական տղամարդու էգոն թույլ չի տալիս։ Քանի որ ես այդ մարդը չեմ, ես հիմա ռեալ ինչը որ կա տենց եմ խոսում, ես չեմ դավաճանել, երբ որ ունեցել եմ ընկերուհի։ Թույլ տվեք ես չհավատամ։ Ինչի՞։ Ինչը չլսեցի։ Ասես տվեք ես չհավատամ, չի հավատամ։ Դա ձեր կարծիքն է։ Միանշանակ հիմա այստեղ հավաքվել են կարծիքներով փոխանակել։ Դուք այն սկզբունքով եք շարժվում, որ բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Ես Դուք չեք ճանաչում, չեք կարա ասեք, ոչ։ Իմ սկզբունքները այդքան տարբեր են։ Ձեր պատասխանից տենց ես ռեկացություն։ Շատ տարբեր են։ Բայց մենք մեր հաղորդման արխիվում առաջիկա րոպեներին դեռ շատ հետաքրքիր հատված կա, երբ տեղի ունենալու ժամադրություն է, այնպես որ մենք ձեզ ասում ենք առայժմ երբևէ եղել եք այնպիսի ժամադրության, որին հետևել են 3 ավելորդները։ Թե ինչ, մեր զույգը արդեն պատրաստ է առաջին հանդիպմանը, իսկ ես նրանց կօգնեմ փոխեն եւ կերքեմ քեզ հետ ինչպես ծովի վրա Ընտրում եմ red flag բանի։ Սեն միայ ես Ընտրում եմ ուշադրություն դարձնել մեր դրոշակներին ինը։ Նենց ես երկու մարդիկ եւ բազում եմ Նինա այնպեսի մեկնարկ տվեցի ժամադրությանը, որ մարդիկ չեն տրամադրվում։ Ինչի ես ռոմանտիկ տազում։ Вообще ռոմանտիկ չէ։ Երկու որպեսի նրանք բարեն։ Գիտես որ երգը կարող էր երգել Լիլիթ Կարապետյան մոտ շատ հին, բայց շատ սիրուն երգ ունի։ Այս խանգարում է իրաց կապկան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը կասեք։ Տաթև։ Տաթև։ Տարիքը։ 25 ձերը։ Ես 22։ Անունը։ Կարեն։ Ինչով եք զբաղվում։ Զբաղմունքներս մի փոքր շատ են։ Փորձում եմ։ Սովորում եմ, աշխատում եմ, Արմեն եմ աշխատում։ Իսկ դուք։ Ես զբաղվում եմ դերասանությամբ։ Ահա, դերասանական արվեստ, հա։ Այո։ Իսկ սերիալներ, հա, ֆիլմեր, ինչպես Այո, սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր, սիթքոմներ։ Շատ քիչ է հանդիպել, ճիշտն ասած, չեմ տեսել է իցես։ Կարող լինի, ոչ։ Քիչ եք, հա, երևի մասնակցում եք։ Չէ, շատ եմ մասնակցում, 2 տարի ինչ նկարահանվում եմ, տարբեր պրոյեկտների։ Հասկացա։ Հա, ինձ մոտ մի փոքր տարբեր է։ Ես ցուցադրությունների եմ մասնակցում։ Շորերի ցուցադրություններ, ֆոտոշութեր։ Ուզում եմ միած երկեմ ձեզ։ Չէ, լավ է։ Այո, Նինա, ոչ։ Օրինակ, ինչն է ձեզ հիմա պակասում, այս լարվածությունը, լարվածության լեվելը անցնել ավելի ներդաշնակ, ավելի կոմֆորտ զրույցի։ Ոչ լարված, որովհետև ես նկատում եմ ինչ-որ լարվածություն կա, որից չեք կարող ձերբազատվել ու անցնել ավելի մտերմիկ զրույցի։ Ես Կարենին red flag ցույց տամ, ասեմ ինչի, որտեղ տղան պետք է ինիցիատիվան վերցնի իր վրա, որպեսզի աղջիկը ծաղիկի պես բացի նա։ Ես red flag եմ ցույց տալիս Նինային խտրական մտքեր հայտնելու համար։ Տաթև ջան, մի հատ հակառակը ցույց տվեք, նախաձեռնողականությունը ձեր ձեռքը վերցրեք ու գնացեք։ Ես համաձայն եմ, որովհետև շատ անգամ տղամարդը կարա իրան ուժը պետք զուտ կամ էներգիա էմոցիա զուտ բացի, որովհետև տղամարդիկ կանանցից ավելի ամաչկոտ եւ բան են։ Կարեն ջան, ազատ ժամանակ ինչով ես զբաղվում։ Սպորտով հիմնականում, տանը։ Ահա։ Սիրողական։ Ինչ քիչ կպատմես ընտանիքիդ մասին։ Ունես քույր, եղբայր։ Եղբայր ունեմ, փոքր ինձանից, աշխատում է ինքն էլ։
եւ սովորում։ Ավագ դպրոցում։ Ծնողներդ։ Ծնողներս, հայրս, մայրս կան։ Իսկ ո՞ղ է էներգետիկաներով իրանք իրար չեն բռնում, դրա համար Որտեղ որ մենք փորձենք ինչ-որ ավելի շատ մենք ենք տանջվում հիմա եւ տանջում ձեզ երևի։ Բայց ես Հարուն Արդարության red flag բարձրացնեմ ինչի է։ Կարենին։ Որովհետեւ Սերժը Կարենը պետք է մի քիչ ավելի ոգևորված ջուրներ է ամեն ինչի մեջ։ Ես համաձայն չեմ։ Նույնը դրեսակ եւ ցույցտարի տաթերի։ Որբիսի ինքներ կարեք երկուսով ամեն դեպքում հետաքրքիր է իրարի թողած X գուցե ձեր ճակատագիրն է եւ ձեր երջանկությունը հենց այա։ Ես էլ եմ բարձրացնում իմ կարմիր դրոշակը եւ եւս տալիս եմ երկուսիդ, որովհետեւ ես չեմ ուզում այստեղ կենտրոնանալ, որ օրինակ տղամարդը պետք է աներ ոչ կան դեպքեր, կան տղամարդիկ, որ հավատացեք շարժիչ ուժ կինն է հանդիսանում եւ իզուր չեն ասում տան գլուխը տղամարդն է, պարանոցը կինը եւ կինը այո որտեղ կարող է որտեղ շրջում է տղամարդը այդտեղ վտտվում է կինը երկուսիդ եմ անում երկուսդ այդ կայծը պետք է ստեղծեք հավատացեք եթե անգամ իսկ թեկուզ արտաքնապես կամ ներքին ձեր էներգետիկան չի բռնում կարելի է խելացի դա օգտագործել եւ թեկուզ կարող միգուցե դառնալ լավ ընկերներ կամ հետագամ լավ գործընկերներ այսինքն հիմնվել սրա վրա որ անձնական հա շփումը ու չի ստացվում կարելի է զուտ չգիտեմ վերածել դա ընկերական շփում գոնե շփվել այսինքն այդ փակը երկուսիդ մեջ է կարծում եմ։ Դուք կարող եք իրականում չհամաձայնել մեր կարծիքին, սա զուտ մեր անձնական կարծիքն է, որոշումը ձերն է։ YouTube-յան կոմենտներում դրեք արդյոք դուք իրաց շիքանում եք։ Ոչ։ Իսկ դիմավորեք մեր հաջորդ այո, իսկ շատ ավելի հետաքրքիր կանցնեին։ Հողը եւ մենք երբեք ավելորդ չենք դեյթերի ժամանակ։ Սպասում ենք դեյթի։ Թե ինչ մեր երկրորդ մասնակիցը արդեն այստեղ է եւ հույս ունեմ, որ այս անգամ չի ձախողվի նրանց հանդիպումը, իսկ ես որպեսզի մի քիչ ողջևորեմ իրենց, կասմունքեմ։ Հեյ, պարոններ, ականջարեք, թափառական աշխողին, սիրունդիկ նայեք, ջայել տղեր, լավ ուժ դրեք իմ այս խաղին։ Իսկ դու այլի բարձրացնենք red flag-ը։ Ձեզ ճանապարհ եմ տալի, որպեսզի դուք կարող եք սկսել ձեր դեյթը։ Այո։ Տաթև ջան, ինչով եք զբաղվում։ Զբաղվում եմ դերասանությամբ։ Հա։ Հիմնականում է դա ուրիշ մասնագիտություն։ Չէ, չունեմ։ Հա, հասկացա։ Որտեղ եք ավարտել ընդհանուր բանով։ Ընդհանուր ավարտել եմ ֆինանսների կառավարում, ագրարային համալսարանը, իսկ դուք Ես ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն եմ ավարտել, բռնցքամարտի բաժինը։ Արդեն իսկ կայծեր կան, այո։ Դե հայկը շատ սիմպաթичный տղա է։ Դե լավ մի Կայծեր կան իսկ բոլորիս մոտ այո։ Դե խոսա այ տղամ։ շարունակեք։ Չէ, դու ես խոսա, հետաքրքիր։ Ֆուտբոլային կոմենտատոր է խոսա, դու խոսա։ 25 25, ես 24 եմ, բայց տարիքը այդքան էական չի իմ համար, եթե մի երկու տարվա տարբերություն է, այդքան էական չի, բայց հիմնականում ձգտել եմ աշկիս տակ պահեմ նենց աղջիկների, ովքեր որ կամ ինձ հասակակից են, կամ էլ ավելի փոքր են, որովհետև մեծը մի քիչ լրիվ ուրիշ մտածելակերպ ունի ու ես ինձ մի քիչ փոքր եմ զգում, կապ չունի, ես ինչքան էլ մեծի նման մտածեմ, ես պալեբոմու հասակակիցս եթե մեծա լինում ինձանի, կողակիցս եթե մեծա լինում ինձանից, ես մի քիչ դիսկոմֆորտ եմ դրանից զգում։ Տաթև ջան, մի հատ հարց կարելի է, քանի որ ես բացահայտեցի, որ դու բնույթով խանդոտ ես, այ օրինակ մեր երիտասարդը գեղեցկադեմ երիտասարդը շեշտենք այդ փաստը, աշխատում է որպես մարզիչ եւ այնտեղ կարող են լինել շատ գեղեցիկ աղջիկներ ու ամբողջ օրը ինքը անցկացնի իր հետ։ Արդյոք դա քո խանդը կարող է խանգարել ձեր հարաբերությաններին։ Այդ մարզիչ լինելը մի քիչ թերություն է դուսա գալի դա առնում, որովհետև ավելի է բարթանում։ Դե փորձենք Տաթևին լսել, միգուցե իր համար չէ։ Դե խանդը իհարկե խանգարում է, բայց Չես խանդի օրինակ։ իհարկե չէ, որտեվ իր գործն է եւ երկրորդ վստահել ու հավատալ կա, եթե իր գործն է պետք է անի, դե խանդելու ոչ բան չկա։ Դե տես, եթե օրինակ համար դու դերասանուհի ես ու այդ ոլորտը քո դուրը գալիս է, ես հաստատ չեմ ասի, չէ, պիտի այս ինչ տեսարանում չնկարվես կամ չգիտեմ։ Անկամ եթե դա լինի համբուրի տեսարան, մի րոպե հենց չբարձրացնեմ դրոշակը։ Մարզիչ չեմ ասի աղջիկների հետ։ Իսկ եթե համբուրի տեսարան։ Եթե համբուրի տեսարան լինի կամ մտերմիկ տեսարան։ հաստատ։
Էդի հաստատ չեմ թողի։ Դե մի հատ բան ասեմ, ես չեմ կարող ստե red flag բարձրացնեմ, որովհետև շատ հակասական է, ես է կարող խանդեմ։ Դե էդի ասենք ամեն դեպքում ենթագիտակցությունը ու քիչ վիճելի պահա կոնկրետ իմ համար ես Ճիշտ կխանդեմ։ ասած ես կխանդեմ, եթե իմ տղամարդը չխանդի, որ ես հանգերտ եմ ասում։ Հայկը ինչ որ շատ red green flag է, ինչ որ տարօրինակ green flag է։ Խի հաճելի հաճելի քիչ ավելի սենց սուր հարցեր տոր։ Իսկ քո համար ո՞րն է կարևոր տղա աղջիկ հարաբերությունների մեջ, չգիտեմ։ Կարևորը առաջին վստահությունն է։ Դե նույն բանը 1000 անգամ ասի, վստահություն վստահ։ Տաթև, իսկ օրին Նարի ջան կներես, հələ մի հատ ինձ թվում է, մի հատ Տաթև ջան, կողքից տես ինչ հարցեր պետք է գալ մեր դեյթերի գիտակնարի, խնդրենք որպեսզի նա գնա եւ Հայկին հələ փորձենք հասկանալ տեղերով փոխվենք ու դու էլ նախ ի սկզբանե կխնդրեմ որ մեր տղամարդին օգնի ես այստեղ։ Տես այսպես ֆլիրտանը շնորհակալություն եւ ֆլիրտի խնդրում եմ աթոռը եւս շնորհակալություն Աթոռը արդեն ողջ է։ շնորհակալ եմ չէ դու տեսնեք ոնց է ճիշտ է դու կակրած քեզ համար կունենաս լավ փորձ այդպես ամեն մեկի հետ նարին չգնա հանդիպան բայց չէ զուտ միայն ձեր համար հավատացեք դա հենց ոնց ինչքան վստահ է նստած մենք պետքա սովորենք Արդեն ես եմ կհաշկանում։ Շուտ է կաշկալու համար մեզ հաճելի երեկո եմ մաղթում կարծում եմ ինչպիսի հարաբերություն էլ այսօր մենք փորձենք ձևավորել կամ ոչ ամենայն դեպս լավ ընկերներ Աստվածը կարծում եմ ամենաառաջին հիմքում կլինի Բնականաբար։ Դե ինչ մեզ այսօր լավ ժամանց Ոնց ասացիք։ Այ հիմա պատմի տեսնեմ Լիսի գիտես ես ինչ գիտեմ ասում են առասարակ առաջին անգամ մարդուն որ տեսնում ես ինքը ահավոր կարա տպավորվի քո մեջ ու դա կապում է ադրենալին այսինքն երբ որ առաջին հանդիպման ժամանակ ու առասարակ մարդուն առաջին անգամ տեսնելու ժամանակ ջուր ադրենալին ալին որ երկուսով զգում են անկեղծ դա փաստ է Հա սերը առաջին հայացքից էդի հավատում եք սիրո մասին չի խոսքը Սիրո մասին չի խոսքը առասարակ մարդուն կարա կապի մի անհասկանալի ինչ որ զգացմունք երբ որ երկուսով միաժամանակ ադրենալին են զգում դա կարող է ինչի՞ մեքենով սլանալ արագընթաց կամ չգիտեմ ինչ որ ատրակցիոններ եւ այլ հիմա ընտրի կամ մեքենա վարում ես թե ոչ նախ Ուզում հասկանամ ում մեքենա իմ մեքենայով ես առաջարկում եմ հուսամ չես վախենա կամ վստահում ես ինձ թե ոչ Պետք է քշես հասկանամ Դե դեպքում ոնց հասկացա ադրենալինը մեր մեջ հաստատ ինչի դեպքում ինքը պետք է Մեկ այն քարտին համաձայնել է իմ հետ նստի մեքենայի մի անքը հավատա չհավատա բալիբոմ ենք արդեն համաձայնել Պետք է սիրահարված լինել որ ամեն ինչի հավատամ Ինձ պիտի կամ միանշանակ սիրահարված լինես ահա որ շատ կամ պիտի չսիրես հակառակ ձևով չի կարող լինի Հա հետաքրքիր հարցերեք տալը մի անգամ ես բարձրացել Ես դեռ հարցեր չեմ տալիս Այ հիմա սպասում եմ քո հարցերը, այնեք հետաքրքիր է, առաջին անգամ ինձ օրինակ տեսել ես նստած ենք, օրինակ ի՞նչն է քեզ հետաքրքիր։ Իսկ նույն հարցը ես տամ, եթե ես մեքենա վարելուց լինեի օրինակ համար։ Ես։ Եթե իմ դուրը գայր կնստեի։ Հա։ Միանշանակ։ Իհարկե։ Առասարակ խնդություններ սիրուն են, իսկ ինչու ոչ։ Իսկ դուք ինչով եք զբաղվում կներեք։ Ոյ, ես խառը։ Հիմա ես անկեղծ պատասխանեմ Գիտեմ որպես դերասանուհի եք եղել։ Նարի այստեղ մենք ունենք կարծիք, որ դու քեզ շատ բաց ես սպառնում։ Ես շատ ազատ Նայեք, կարծիքը չի հյուրի կարծիքը։ Ես յուրաքանչյուր կարծիք լսում եմ։ Ազատ ասելը ինչ է նշանակում։ Միգուցե այնտեղ սկսում եմ, որտեղ սկսում եմ ազատությունը, դա քո վերջն է։ Իսկ քո վերջը իմ ազատության նոր սկիզբն է, բայց հավատա ես իմ կարծրատիպը, իմ բնավորությունը, իմ պահելաձևը այնպես է, որ ոնց ասեմ, չի կարա դա ազատություն համարի, որովհետև ես տվյալ պահին կամ այնց սիտուացիայում կարամ ինձ պահեմ, որ իմ ազատ շփումը չակերտավոր ազատ շփումը, որովհետև եկել ենք բնականաբար շփվելու, շփում հաստատելու։ Կարա միանշանակ միանգամից այնց վերջակետներ այդ պահին դրվի, որ հավատա դրանով չի որոշում։ Այսինքն ակտիվ աշխուժ խոսելով է որոշում քո համար ազատությունը։ Չէ, ուղղակի Բա, ինչ նստեմ ասեմ, ինչ գույն եք սիրում, ինչ երաժշտություն եք սիրում, այո ոչ գնաց։ Սահմանները գծած անեն սա խոսում արդեն, որովհետև մեր մասնակիցը Ես գիտեմ, ուղղակի մեր մասնակիցի սկզբանե ասաց, որ ինձ խանդում է զո դրա համար։ Ինչևէ, համենայն դեպս մենք այս թվում դեռ կսլանանք մեքենայով, այդ ադրենալինը կզգանք, ինչևէ, այս այլը զուտ մտնում է բանի մեջ։ Տես ինչ է։ Շատ շնորհակալություն, դες հաճելի երեկո։ Հայտարարություն։ Եկեք ես ձեզ այստեղ օգնեմ։ Էսա ես էի ուզում օգնել, բայց որ օգնեցիք։
Բայց եկեք ֆիքսենք, որ մարդիկ տարբեր են, չէ, եկեք ֆիքսենք, որ դուք ձեզ ընդհանրապես կաշկանդված մի զգացեք, որովհետև մարդիկ շատ տարբեր են, մարդկանց կենսափորձը, մարդկանց բնավորությունը շատ տարբեր է։ Օրինակ, ես կաշկանդված լինել, եկեք չշփոթենք համարձակ լինելու եւ ազատության չափ սահմանի։ Ես կարող եմ բայց ես էլ նույն նարի նման համարձակ չէի կարող լինել առաջին հանդիպման ընթացքում։ Այդ հարցով մենք կարող ենք կիսել։ Չէ, ակտիվ ուրիշ բան, բայց եկեք համարենք, որ ակտիվ ու համարձակ բառերը տարբեր բաներ են նշանակում։ Եվ ակտիվ եւ համարձակ, արի այսպես ասենք, ու դրանից փորձենք չկոմպլեքսավորենք մեր մասնակցին, որովհետեւ կարող է տպավորություն լինի, որ մենք որ այս սիտուացիան թող ձեզ բացարձակ չկոմպլեքսավորի, որովհետեւ նույն իրավիճակում գուցե ես էլ ինձ ձեր նման պահեի։ Ես անկեղծ ասած, ես նարին որ խոսեր, ես անկեղծ հիացել էի, որովհետև ես ինքս աղջիկ լինելով, ես դա բաց ասում, որովհետև ես ոնց որ չունեմ տենց կոմպլեքս, ես հիացած եմ, որովհետև անգամ ես իմ ազատ ակտիվ վիճակի, երբ որ տղայի հետ հանդիպման եմ գնում, ես շատ կաշկանդված եմ ու սա ուղղակի շատ прям վաու, ես անգամ հասկացա Հայկը ինչ էր ինքը փակվել տեսել։ Եկեք մի բան էլ ասենք, որ մենք ձեզ բնականաբար չենք ուղղորդում եւ հարգում ենք ձեր տեսակը, այնպեսին ինչպեսին դուք եք ու ամենակարևորը դուք չլինեք ոչ ինձ նման, ոչ Նարի նման, ոչ Նինայի նման։ Դուք եղեք այնպեսին ինչպեսին դուք կաք, որովհետեւ ձեր կոմֆորտ զոնան դուք ինքնուրույն եք որոշում։ Եթե սա է ձեր կոմֆորտ զոնան, Տաթև ջան, ընտիր։ Ինչ թվում է դու փակ, բայց միևնույն ժամանակ շատ էմոցիոնալ, ահա որ էմոցիոնալ աղջիկ ես։ Ես դա քո աչքերի մեջ եմ տեսնում, իսկ առաջինից վարքյանից ինձ թվում է քեզ պետք է այն ոնց ասեմ, այն գիրքն ես, որին ճիշտ ընթերցել է պետք։ Կարամ առաջարկեմ, որ հաղորդումից դուրս ես Տաթևի հետ առանձին շփվեմ, որ իրար ավելի լավ ճանաչեն, կարողա կողակիցներից տենց ինքը Տաթև համաձայն ես դու։ Կոմպլեքսավորվում։ Մի հատ էլ կանաչ հրոշակ Տաթևին։ Տաթև ջան, քանի որ ժամադրությունը մոտենում է իր ավարտին, մի քանի բառով խոսքը տալիս ենք ձեզ, ասեք այն ինչ ուզում եք, այն ինչ ձեր մտքով անցնում է։ Հաճելի անձնավորություն եք, շատ ճիշտ եք մտածում, գեղեցկադեմ, հաճելի տղամարդ։ Դե ինչ մենք հասկացանք, որ արդեն կամած ձևավորվում է շատ գուցե գեղեցիկ զույգ։ Մենք այսքանով ամփոփում ենք թողարկումը, ձեզ տեսություն ենք ասում, մնացեք սիրահարված եւ թույլ տվեք, որ մենք մասնակցենք ձեր առաջին հանդիպմանը։ Ցտեսություն, մինչ նոր սիրավեպեր։ Հերոսին հավանեցի, ուղղակի որոշակի հանգամանքների պատճառով չստացվեց եւ համաձայն չեմ ճիշտ ասած այդ պլագների հետ։ Ճիշտ ասած դեմ էի, որ հաղորդաշրջանակներում կողից մարդիկ մեզ խորհուրդ են տալիս, բայց դա իմ բնավորությունն է, ես դա հաշվեմ առնում։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին լավ խորհուրդների համար, հուսամ ամեն ինչ մեր մոտ կստացվի։ Շնորհակալություն։